Այսօրվա սմարթ սարքը, որ ուզում ներկայացնել, ահա այս սարքն է, որը իրենից ներկայացնում է ավտոմատ, այսպես կարելի նաև ասել, պլյուս հաշվիչ, ուզո, մի խոսքով մի քանի ֆունկցիա հավաքած մի տեղում, այն ունի մի քանի տեսակի մոդելներ, որոնք նշվում են ահա այս վերջի տառով են տարբերվում, ահա այդ ցուցակը, սարքը կատարում է բոլոր այս ֆունկցիաները, էկրանին ցույց է տալու այս պահին եղած ցանցում լարումը, քանի ամպեր է ծախսվում այս պահին, քանի կիլովատ է օգտագործվում կամ օգտագործվել, կարող ենք չափս նշվել առավելագույն լարման, որի բարձր լինելու դեպքում ավտոմատ այն կանջատվի, կարող ենք նշել մինիմալ չափսը լարման անկման, որի դեպքում այն նույնպես կանջատվի, որպեսզի երկու դեպքում էլ չվնասվեն էլեկտրական սարքերը, կարող ենք տեղադրել 1-ից մինչև 63 ամպեր դիապազոնով անվտանգություն, որի դեպքում այն որպես ավտոմատ կանջատվի, ունի նաև ուզոյի ֆունկցիա, անջատվելու ժամանակ կարող ենք նշել քանի վայրկյան հետո նորից այն վերամիանա, կարող է ցույց տալ, թե որքան է ջերմաստիճանը այս պահին սարքի միջով անցնող լարերի, մի խոսքով այս ամենի մասին այժմ մանրամասն հնարավորինս ցույց կտամ, սարքը նաև աշխատում է Tuya և Smart Life ծրագրերով, որով կարող ենք արդեն ցանկացած տեղից առանց սարքի մոտ գտնվելու կամ տանը կառավարել այն, այսինքն անջատել, միացնել այստեղից միացվող բոլոր էլեկտրական սարքերը, փոփոխել այս պարամետրերը։ Սարքը ունի նաև հնարավորություն զրոյացնել բոլոր ինֆորմացիան վրայի, թե որքան կիլովատ է ծախսվել, և կարող ենք փոփոխություններ կատարելու դեպքում նաև բերել նրան գործարանային տեսքի, նաև ունի իր վրա ծածկագիր, որը ցույց կտամ, թե ինչի համար է նախատեսված, ահա այդ մասը, թե ինչպես այն կառավարել։ Այժմ միացնենք այն հոսանքի աղբյուրին և փորձարկենք։ Սարքի վրա նշված են մուտքի և ելքի լարերի միացման տեղերը։ Այժմ միացնենք։ Այս պահին ժամանակը դրած է 30 վայրկյան, այսինքն ամեն հոսանքները գնալուց, գալուց կամ ինչ-որ այս խնդիրների դեպքում սարքը ավտոմատ կվերամիանա 30 վայրկյան անց։ Սարքի վրա կա առանձին միացնելու, անջատելու
կոճակ, այս պահին մեր մոտ 200 վոլտ է ցանցում և ծախսում է 0.3 ամպեր հոսանք։ Տեղադրված կարգավորումները կարող ենք նայել սեղմելով set կնոպկային, իսկ եթե ցանկանում ենք փոփոխություններ կատարել, սեղմում ենք մի քանի վայրկյան, որից հետո արդեն նշում ենք լարումների կամ պարամետրերի չափսերը։ Եվ այսպիսով այս պահին ցանցում 190 վոլտ է հասնում սարքին, մեր մոտ նշված է, որ մինիմալը 186 վոլտ է, այժմ եթե մենք այն փոփոխենք, սարքը ավտոմատ անջատվում է, քանի որ մեր նշած լարումը մոտ է մեր նշված լարումը իրական լարմանը։ Ցանցում այս պահին 205 վոլտ է։ Եվ մենք նշել ենք, որ 205-ի ժամանակ սարքը ավտոմատ անջատվի։ Նույն կերպով կարող ենք նշել մաքսիմում լարման չափսը, թե երբ ցանցում լարումը դառնա որքան հոսանքները անջատվեն։ Մեր նշած լարումը այս պահին ավելի քիչ է կան իրականում, այդ իսկ պատճառով սարքը 30 վայրկյան սպասելուց հետո նորից կմիանա։ Այժմ միացնենք ֆեն, տեսնենք որքան է այն ծախսում իրականում և արդեն որպես անվտանգություն նշենք այդ չափսը։ Մեր մոտ ծախսում է 6 ամպեր հոսանք։ Այդ չափսը, երբ պետք է ավտոմատը միանա, մենք կարող ենք այն նշել 6 ամպեր։ Այս պահին ծախսն այսքան է, առաջին ռեժիմով մեր ֆոնը ծախսում է 3 ամպեր, որը մեր նշված պարամետրով նորմայի մեջ է, իսկ երբ մենք միացնենք երկրորդը, այն արդեն 6 ամպերից ավել էր և մեր սարքը անջատվեց։ Նորից միացավ, նկատեց, որ նույն չափի ծախս կա,
նորից ետ անջատվեց և կմիանա նորից 30 վայրկյան անց։ Այստեղից կարող ենք փոխել փոխեցինք ժամանակահատվածը, երբ այն պետք է մնա արդեն 10 վայրկյան անց։ Այժմ որպեսզի ջնջենք բոլոր ծախսված տվյալները, սեղմում ենք դեպի վերև նշանով կոճակը 10 վայրկյան, այստեղ մեզ ասում է, որ մենք հավաքենք ծածկագիր, մեր դեպքում 3 հատ մեկն է, բոլոր տվյալները մաքրվեցին, իսկ մեր փոփոխած այս բոլոր տվյալները, որպեսզի բերենք գործարանային տեսքի, սեղմում ենք այս դեպքում նույնպես վերևի կոճակը, այժմ նշում ենք արդեն 3 հատ 2 և մեր սարքը գալիս է արդեն գործարանային տեսքի։ Բոլոր տվյալները դառան գործարանային տեսքի։ Այս ամենը կատարում ենք սարքի վրայից և այս նույն գործողությունները արդեն կարող ենք կատարել արդեն բջջային հեռախոսի միջոցով, արդեն չգտնվելով այս սարքի մոտ, որի համար, որպեսզի այս սարքը միացնենք մեր հեռախոսին, նախ անհրաժեշտ է հեռախոսի մեջ քաշել, ներբեռնել Tuya կամ Smart Life ծրագրերը, որից հետո սեղմում և երկար պահում ենք մոտավոր 5 վայրկյան ներքև նշանով սլաքը, մեր մոտ սկսում է թարթել Wi-Fi-ի լույսը, որից հետո արդեն բացում ենք Smart Life կամ Tuya ծրագրերը և կատարում ենք կարգավորումներ հետևյալ կերպ։ Եվ այսպիսով բացում ենք Smart Life ծրագիրը, միացնում ենք բջջայինի վրայից Bluetooth և GPS-ը, համոզվում ենք, որ թարթում է Wi-Fi ինդիկատորը սարքի վրա, որից հետո սեղմում ենք պլյուս և ավելացնել նոր սարք։
Եթե մեր մոտ սարքը ավտոմատ չի գտնում որոշ ժամանակ անց, կարող եք այն ձեռքով ավելացնել, ինքնուրույն մտնելով էներգիա բաժինը և սեղմելով խելացի սոչիկ Wi-Fi-ով իքոնի վրա։ Ավտոմատ գտնելու դեպքում այստեղ հայտնվում է սարքի պատկերը, սեղմում ենք նրա վրա և նույն հերթականությամբ սկսում ենք լրացնել Wi-Fi ծածկագիրը մեր, որ կատարելու ենք նաև ձեռքով ավելացնելու ժամանակ։ Եվ սպասում ենք, մինչև սարքը ավելանա մեր սարքերի ցուցակում։ Ահա սարքը ավելացավ մեր ցուցակում, սեղմում ենք ավարտ և ահա մենք գտնվում ենք սարքի ինտերֆեյսի մեջ։ Ահա այն։ Կարող ենք սարքը անջատել և միացնել այստեղից և այստեղից։ Եվ այսպիսով սարքի վրա նույն կերպ ինձ ցույց է տալիս սարքի էկրանին, նույնը ցույց է տալիս ծրագրի ինտերֆեյսի մեջ։ Այս պահին ցանցում եղած լարումը, քանի ամպեր է ծախսում և ինչ հզորության սարք է միացված այս պահին։ Այս էջում մենք կարող ենք տեսնել օրվա կտրվածքով ծախսերը։ Այս բաժինը մտնելու համար մեզ անհրաժեշտ է ծածկագիր, որը ստանդարտ 0103 է։ Ահա այս բաժնում կամ ինչ է ներկայացնում այս բաժինը, մենք կարող ենք այստեղ նշել ինչ-որ ծախսի չափ, օրինակ 0.01 կՎտ և միացնել այս ռեժիմը։ Երբ մեր մոտ ծախսը կհավասարվի 0.01 կՎտ-ի, մեր մոտ ավտոմատ սարքը կանջատվի և այլևս չի միանա, մինչև մենք այստեղ նոր ցուցանիշ չավելացնենք։ Ինչու՞մն է կայանում այս բաժնի իմաստը, օրինակ, եթե դուք ցանկանում եք ամսվա կտրվածքով կամ օրվա կտրվածքով ծախսել ինչ-որ X չափի կՎտ հոսանք և չեք ուզում դրանից ավել ծախս լինի, ապա այստեղ նշում եք այդ ծախսի չափսը և միացնում ենք այս ռեժիմը, որից հետո, երբ մեր մոտ հայտնվի այդ չափի ծախս, մեր մոտ արդեն ավտոմատ այս սարքը կանջատվի և չի միանա, կարող ենք միայն միացնել, մտնելով այս ինտերֆեյսի մեջ, հավաքենք ծածկագիրը և որից հետո անջատենք այդ ռեժիմը։ Այստեղից մաքրում ենք բոլոր տվյալները, ահա սարքը անջատվեց, քանի որ մեր մոտ նշված էր 0 կՎտ։ Ահա նշելուց հետո այժմ մեր մոտ սարքը միացավ և այսքան ծախսից հետո, այսինքն 10 Վտ ծախսելուց
հետո սարքը մեր մոտ ավտոմատ կանջատվի։ Այստեղ մեր մոտ լոգերն են, թե երբ է անջատվել, երբ է միացել, որ օրը, սեղմելով այս ցուցմունքների վրա արդեն կարող ենք տեսնել, թե այսօր ինչքան ծախս է եղել, ամսվա կտրվածքով, տարվա կտրվածքով եւ իհարկե այստեղ կարող ենք նշել նաեւ օրերը։ Այս սարքը ունի հնարավորություն ռևերս հաշվարկելու, այսինքն ետ գնացող հոսանքը, մյուսը արդեն ցուցմունքը դրա հաշվարկն է։ Հաջորդ բաժինը մեր մոտ սա կարող ենք ժամանակ դնել, թե որքան ժամ հետո մեր մոտ անջատվեց, այսինքն մենք ծախսեցինք 10 վատ հոսանք, այդ իսկ պատճառով անջատվեց եւ այլևս այն չի միանա։ Մինչև մենք այստեղ չանջատենք կամ նոր ցուցմունք չլրացնենք։ Անջատելուց հետո այն ավտոմատ միանում է։ Մեր մոտ երրորդ բաժինը հետևյալն է իրենից ներկայացնում, այստեղ կարող ենք դնել ժամ, օրինակ 1 րոպե հետո կամ 1 ժամ հետո, մի խոսքով ցանկացած ժամ անց սարքը ավտոմատ միանա կամ անջատվի։ Հաջորդ բաժինը մեր մոտ կարող ենք օրերով եւ ժամով տեղադրել, որպեսզի այդ օրը այդ ժամին միանա։ Այստեղ կարող ենք նշել երբ միանա եւ երբ անջատվի ինչ-որ դիապազոն, իսկ այստեղ կարող ենք նշել օրինակ միացնելուց հետո, քանի վայրկյան հետո այն ավտոմատ անջատվի։ Օրինակ այս բաժնում նշել ենք 1 րոպե, այն 1 րոպե անց անջատվեց։ Իսկ այս բաժնում նշանակում է, որ օրինակ երբ միացնենք մենք սարքը ձեռքով կամ այլ կերպ, այն ավտոմատ արդեն կանջատվի 5 վայրկյան հետո։ Մեր մոտ հաջորդ բաժինը լոգերն են նորից, թե ինչ պատճառներով է անջատվել սարքը, կամ զաշիտաների, կամ ջերմաստիճանի բարձրացման, լարման անկման կամ բարձրացման դեպքերում, մի խոսքով այստեղ գտնվում են լոգերը։ Երկրորդ բաժնում մենք արդեն կարող ենք նշել ուզոյի չափսը, թե որքան միլիամպերի դեպքում, այսինքն երբ մեր ֆազը կպնում է նոլին կամ մասսային մարդու միջոցով կամ ինչ-որ ծախսի միջոցով, մեր մոտ կարող է ավտոմատ սարքը որպես անվտանգություն անջատել, կարող ենք անջատել կամ միացնել այս ռեժիմը։ Կարող ենք նաև նշել, թե ինչ ջերմաստիճանի դեպքում, երբ սարքը տաքանա, անջատվի ավտոմատ, այստեղ կարող ենք նշել քանի ամպերի դեպքում սարքը անջատվի, այստեղ նշում ենք մաքսիմում լարումը, որից հետո արդեն սարքը կարող է անջատվել։ Հաջորդը մեր մոտ լարման ինչ անկման դեպքում սարքը անջատվի եւ իհարկե այս բոլոր ռեժիմները մենք կարող ենք ձեռքով անջատել, որը մեզ հարկավոր չէ։ Այստեղից կարող ենք փոխել 30 վայրկյանը, երբ
սարքը ավտոմատ ետ է միանում։ Այստեղից կարող ենք փոխել մեր ծածկագիրը։ Սկզբում գրում ենք ստանդարտ 0103-ը, որից հետո արդեն մեր համար նախընտրելի ծածկագիրը։ Այս ռեժիմը ինչ է իրենից ներկայացնում, այստեղ հիշում է, այսինքն եթե մեր մոտ սարքը միացրած էր, օրինակի համար լույս երբ անջատվի հոսանքը էլեկտրոցանցից, միանալու դեպքում սարքը հիշում է, թե որ ռեժիմով էր այդ պահին ինքը, այսինքն եթե այն անջատված էր, կմնա անջատված, եթե այն միացված էր, հոսանքները գալուց հետո ավտոմատ այն նորից կմիանա, մի խոսքով հիշում է վերջին իր ռեժիմը, այսպես ասած, մյուս քայլը մեր մոտ միշտ միացրած, այսինքն երբ հոսանքը գնա գա, ավտոմատ այն միանա, այս ռեժիմի դեպքում այն միշտ անջատված, այսինքն երբ հոսանքները գնան գան, այն միշտ կմնա անջատված, պետք է ձեռքով այն միացնենք։ Այս ռեժիմը անջատվելուց հետո, որպեսզի այն ավտոմատ չմիանա, մի խոսքով, այսպիսքանը ինտերֆեյսից եւ այսպիսով ծանոթացանք նաեւ սարքի ինտերֆեյսի հետ, թե ինչպես այն միացնել Smart Life կամ Tuya ծրագրերին եւ կառավարել արդեն այս ամեն ինչը հեռվից առանց սարքի մոտ գտնվելու։ Վերջ, այսպիսով ավարտեցինք այս սարքի հնարավորությունների քննարկումը։ Կարծիքով շատ լավ սարք է, թե որպես ավտոմատ, թե որպես սոչիկ կամ հզորությունը հաշվելու համար սարք, հետաքրքրության համար կարող եք իմանալ, թե այս պահին տանը ինչ ծախս կա եւ համատել արդեն սոչիկի հետ էլեկտրոցանցի ձեր ծախսը եւ համոզվել արդյոք ճիշտ է էլեկտրոցանցի սոչիկը հաշվում, թե ոչ։